Հրապարակը գրում է արդեն երկրորդ տարին է, որ հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի ուղերձում Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին, մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է։ Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից կողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել Շուշիի մասին 23 թվականին վերջին անգամ Փաշինյանը հիշատակել է, թե վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապով, սա առաջին հերթին կապված է 20 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, մեջբերման ավարտը։ Իսկ այս տարի ուղերձում Արցախի բանակի ու Շուշիի մասին ոչ մի բառ չկար։ Ոչ միայն ոչ մի բառ չկար, այլև տեղեկացանք, որ պետական բոլոր պաշտոնյաներին, այդ թվում ՏԻՄ ղեկավարներին, բարձր մակարդակով հրահանգ է իջեցվել ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը, ուսումնասիրելով որոշ համայնքապետարանների Facebook-յան էջերը, Շուշիի ազատագրման մասին հիշատակում թերթը չի գրե։ Օրինակ Դիլիջանի Արու համայնքապետ Դավիթ Սարգսյանը մայիսի 9-ի ուղերձում հիշել է միայն 45 թվականը։ Ամոթալի շքերթին միացել են նաև ՔՊԱ-ականները, ընդդիմադիր որոշ համայնքապետեր այդուհանդերձ իրենց ուղերձներում հիշել են եւ Շուշին եւ Արցախը, արձանագրում է թերթը։ Ժողովուրդը գրում է, որ հարկերի հավաքման գործընթացը դարձել է ել ավելի օրակարգային իշխանության համար, ցեղասպանության հանրահռչակումն ու ճանաչումը, հարկատուին հերոս անվանող իշխանությունը հարկերի հավաքման սահմանված շեմը կարծես թե չի գերազանցում նախորդ տարվա հարկերի հավաքագրումը ձախողելուց եւ 223 միլիարդ դրամ թեր հավաքագրումից հետո սկսվեց հարկային տերորը, 1%-ը դարձավ 5, 5-ը 10, իսկ բողոքող տնտեսվարողների կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում։ Եկամուտների կոմիտեն էլ փորձում է տպավորություն ստեղծել, թե այս տարի իրավիճակը շտկվել է, արձանագրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք Փաշինյանի ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊԱ-ականները շունչները պահած սպասում են ու համոզված են, որ Փաշինյանի այդքան քննադատած վարքն անհետևանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը թերթին ասել է, որ Փաշինյանին լավ ճանաչելով գրեթե կասկած չունի, որ նրա պահվածքը նախ եւ առաջ թիմակիցներին էր ուղված, որ տեսեք ձեր պատճառով թուքումուր է մուտում, պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի ու այլոց մասին այդ հերթին ասել են, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաև Արամ Սարգսյանն է, քանի որ նրան հունից հանող հարցաշարում նաև Նոր-Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր ու քաղաքական պատասխանատվության բացակայությունը ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են ու կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացի հետևանք։ Հայտնի է, որ քրեական վարույթ կա։ Դեպ թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարքագիծ է դրսևորում, գրում է թերթը։